մեր խանութում այս սենց աջալներ էին ստացել։ Սպիտակը կար, կանաչը կար, նրանք էլ էին սիրուն։ Լնայք ինչքան հաստ լավ ծածկոց է։ Կարելի էր կանաչն ու սպիտակն էլ, բայց դե որ ասում է հազիվ արանքում հասցրինք ամեն մեկս մի հատ մեր համար վերցնենք։ Բարի սիրելի բարեկամներ, նոր տարվա զարդարանքները իջացրել պատրաստել ենք, պետքա այսօր դասավորեմ, զարդարեմ տոնածառը։ Ուզում էի գոնե մինչև ամսի 1-ն անեի, որ 1-ին պատրաստ լիներ, դեկտեմբերի 1-ին, բայց որ հիվանդացա, չկարողացա անեմ, հիմա խնդրել եմ իջացրել են ամեն ինչ ներքև, ես էլ այդ կոշիկների ամանա, որ առել էի, ձեզ ցույց եմ տվել, չեմ հասցրել, որ հավաքեմ, այսինքն հիվանդ եմ եղել, դրա համար չեմ հավաքել, Աշոտն էլ հավես չարեց, որ հավաքի, հիմա ես էլ կհավաքեմ, տեղավորեմ, այս պահարաններն էլ ասում էի դուրս գցենք, դուրս տնենք տանեն, Աշոտն ասեց չէ, պետքա այնտեղ պետքա մի քիչ գործ անի, ասեց դրանով կկտրեմ, դրանով կծածկեմ։ Էսա խաղալիք բանը, եղևնին, հիմա այս փոշե կուլն էլ փչացել է, չէ չի փչացել, լավ չի քաշում, պետքա թափվի, դուրս պետքա դրվի, այնպես որ հիմա մի հատ թեյ խմեմ ու սկսեմ տոնածառը զարդարել։ Մտածում եմ այս տարի այստեղ դնեմ, ավելի բաց կլինի տեղը, անցյալ տարի դրել էի այս արանքում, սեղանի ու այստեղ էի դրել, այսինքն անցյալ տարի այս պահարանը այստեղ չէր, այստեղ էի դրել տոնածառը, բայց հիմա այստեղ կդնեմ, աստիճանների տակ։ Դաղցով թեյ եմ լցրել խմեմ, այստեղ էլ հայկական դդմի մուրաբան է, որ հայկական խանութից էինք առել, սառնանում է դրված, մեկ այսպես ուտում ենք։ Իմ համար ոնց որ մի քիչ քաղցր լինի, շատ քաղցր լինի, ետ եմ վարժվել։ Բայց վատը չի։ Թեյս խմեմ դդմիկով, ցուկինիով։ Դդմիկ մենք ասում ենք այն բաց գույնը, որ մենք սովոր ենք առնում ենք, դրանցից հիմնականում ռուսական խանութում է լինում կամ այդ ուրիշ ազգերի խանութներում, իսկ այստեղ բելգիական սուպերմարկետներում հենց ցուկինի է լինում, այն մուգ գույնը։ Դրանցով ուզում եմ կոտլետներ պատրաստեմ ու դուրս եմ գալու։ Գնալու եմ մի հատ ակցիոն պետքա գնամ, ճիշտն ասած ակցիոնից բաներ ունեմ առնելու, որ մեքենան պետք էր, որովհետև ծանր էին բերելու համար, հիմա եթե այսօր չգնամ, հետո ես գործի կլինեմ, չեմ կարա, մտածում մի հատ գնամ ամեն դեպքում մի հատ պտույտ անեմ գամ, հետո մեքենայով կգնանք արդեն համ ուզում էի ծանր գանտելներ առնեի, համ էլ այն խոնավությունը քաշող նյութից։ Համ թեյս խմեմ, համ էլ ձեր հարցերին պատասխանեմ։ Տարբեր վիդեոների տակ հարցեր կային, ես իմ հին ավանդական ձևով թղթի վրա եմ արտագրել, հիմա պատասխանեմ ձեր հարցերին։ Քսենիան էլ վազ վզում է անընդհատ, վազ վզում է, իդեպ գրել էի Քսենիայի այդ հողը որ թափում է, զուգարանա պետք դնել, ավազ լցնել, ինքը ունի, 2 հատ զուգարան ունի, մի հատ առաջին հարկում ունի, մի հատ երկրորդ հարկում ունի, ավազն էլ լցրած է տեղը տեղին, իր այդ ավազը փոխվում է, նայվում է, իսկ որ դուրս է գալիս այնտեղ հողը թափում է, մի անգամ հարևանի կատուն թե ոնց էր, թե ոնց որն ասում, դե տները իրար կպած են, անցել էր իրանց տանիքի վրայով, ցածր է դե պատի վրայով, երևի պատահմամբ ձագեր էր, ընկել էր մեր տարածք, ոնց էր մլավում, ոնց էր լացում, այդ ընթացքում Քսենիան լավ էր վերևներ, ես ոնց որ զուգադիպեց այդ պահին խոհանոց եկա, խոհանոցի հենց շարունակությունն էլ, որ դուրս են գալիս, այդտեղ էր այդ կատուն հայտնվել, այս խոհանոցի դուռը փակեցի, ասեցի Քսենիան չլսի, ես էլ խառնվել էի իրար ասում, լավ հիմա ես ոնց անեմ, այս փիսոն հանկարծ չմտնի այստեղ, վերջը դուրս եկա, մի հատ փայտ կար վերցրել եմ, որ վախացնեմ, դե բնականաբար չէի խփի, կյանքում չէի խփի, ասի վախացնեմ հետ թռնի, հետո ասի ես խիղճը չի կարա երևի բարձրանա թռնի, համարյա 1.5 մետր, մի քիչ էլ ավել բարձրություն է,
ասեցի չի կարա թռնի, ինչ անեմ, հիմա մեթոդներ եմ մտածում, թե ոնց անեմ, որ կարողանա հեշտացնեմ իր գործը, իրոք ինքը վախենում էր, ուզում էր գնալ, բայց չէր կարում։ Վերջը մի հատ բան այդտեղ աղբի արկղ ունենք, ահագին բարձր է, մի մետր համարյա բարձրություն, 90 սանտի բարձրություն ունի, այդ քաշեցի, այդ պատին մոտեցրի ու բան արի, ձեռնոցներ դրեցի, դե անծանոթ կատու էր սզվում էի, ձեռնոցներ դրեցի, այդ կատվին գրկեցի, դրեցի այդ աղբի ամանի վրա, ինքը լավ էր, ֆայմա վտեղեց թռավ գնաց։ Հետո Քսենյան դե զգացել էր, որ ուրիշ կատու է եկել, կարող է այնտեղ իր հոտներ թողել, ես չգիտեմ են կատուն։ Դրա համար հիմա շատ ու շատ իրա դուրս է գալիս, այնտեղ հողը թափում է, ինքը մի հատ շիշիկանում է այնտեղ, ասում է իրանց բաներն ա էլի, իրանց օրենքներն ունեն կատուները, իրանց հոտն է թողնում, որ ուրիշ կատու չգա։ Դրա համար է հողը թափում։ Թե չէ ունի 280 ունի։ Ինձ գրել էիք իմունիտետի համար, որ բան էի սարքում, գրել էիք մեղրը իջեցնում է ճնշումը։ Ես ճիշտն ասած առաջին անգամ լսեցի ու շատ շնորհակալություն, որ գրել եք, դուք շատ ճիշտ եք, փաստորեն մեղրը այդպիսի հատկություն ունի, քանի որ հակաօքսիդանտային հատկություն ունի, դրա շնորհիվ անոթները թուլացնում է, լայնացնում է ու ճնշումը կարա իջնի։ Անկեղծ ասած, մինչև հիմա չգիտեի, անչափ շնորհակալ եմ, որ ինձ ասեցիք։ Այդպես արդեն ուշադիր կլինենք, իհարկե չի նշանակում, որ ենթադրենք բարձր ճնշման ժամանակ, եթե մեղր օգտագործենք ճնշումը հիպերտոնիայի ժամանակ կիջացնի, չէ, հաստատ չէ, ուղղակի լավ է, որ նկատի ունենանք ես, նկատի առնենք ես։ Իհարկե դե շատ կարևոր է մեղրը շաքար պարունակում է, թե չի պարունակում, այստեղ էլ ասեմ, որ այն մաքուր լավ մեղրերը, եթե իրոք շաքար չեն պարունակում, ահագին բարձր գին ունեն, օրինակ քաշը ինչքան կլինի, այստեղ այդ չափի մի աման ունեմ, երևի մի 500 գրամը 12 եվրո, այդպես կախված արդեն մեղրի տեսակից, որտեղ ինքան տարբեր տեսակներ կան դրված։ Այս սուպերմարկետների մեղրը ինձ թվում է դրանք շաքար դե պարունակում են, դրանց գինը ինչ է, որ չպարունակեն։ Կներեք։ Ասեմ, որ կոկորտը չի ցավում, մենակ հազնա ու գրիպը դեռ այդպես լավ չեմ զգում ինձ, բժիշկը 2 օր ինձ թող տվեց, որ տունը մնամ, ասեց, եթե լավ չլինես կզանգես։ Հիմա իր հաշվարկով հետաքրքրեք ոնց էր հաշվարկանում, հարցրեց երբ է սկսվելու, հաշվում ասում է 3-4 օր բանա լինում, հետո ասում է ոնց որ հետ նահանջի, հաշվեց, ասում է, ահա, այս 2 օրը կմնաս, ասում է, պետք է որ արդեն լավ լինի։ Այստեղ ես ընտանեկան բժիշկները, ցանկացած մարդ կարա դառնա ընտանեկան բժիշկ, այնպես որ կարան գնան սովորեն, 4 տարի են սովորում, թե ինչքան են սովորում։ Իհարկե գուցե այն մարդիկ են գնում, ովքեր որ նախնական ինչ-որ բժշկական բան ունեն, էլի, կրթություն։ Ինչ հարցել ունեի, գրել եք լվացքի մեքենան սենսորային է, թե ոչ, ու չորացնելու ծրագիր ունի, թե չէ։ Այս մեր լվացքի մեքենան չէ, սա այժմ մեքենա է 350 եվրո էր իջել, սա սովորական մեքենա է, սենսորային չի, մենք ենք ուղղակի պտտում դնում ենք ծրագիրը ու չորացնելու բան էլ չունի, չորացնելու համար առանձին ենք, մենք ունենք առանձին մեքենա, դրա մեջ ենք չորացնում շորերը, ինչը որ ես հետ չեմ հարմարվում, դե ասում եմ, չէ, հին մարդ եմ, ես հետ չեմ սիրում դրա մեջ շոր չորացնել, նախընտրում եմ փռեմ դրսում, եթե խոնավա մնում, իսկ ձմեռը հաճախ այդպես էլ լինում է, նախընտրում եմ բերեմ ներսի են սուշիլկայի վրա փռեմ, քան թե գցեմ այս մեքենայի մեջ, չեմ տանել չեմ կարողանում ուղղակի, երևի նրանց է, որ ահագին աղմուկ է հանում դրա համար։ Տոֆուն, դե ես մենք միշտ առնում ենք, հարցրել եք տոֆուն ինչ է, ինչպես են օգտագործում։ Տոֆուն բուսակերների համար համարվում է միս, բուսական, հա, միս է համարվում, սպիտակուցներով հարուստ, ստացվում է սոյայից։ Տարբեր կարծիքներ կան, որ սոյան շատ օգտագործելը լավ չի, բայց այդպես հատուկ ինչ-որ հետազոտություններ չկան, էլի, որ վնասում է ուղեղին կամ բան, այդպես շատ են ասում։ Այնպես որ որպես սպիտակուցների աղբյուր։ Ես ինչպես ենք պատրաստում, ես կոնկրետ այդքան չեմ սիրում, իմ աղջիկն է ուտում, 1000-ից մեկ որ ես ուտում եմ,
Ինչ եմ ուզենակ, օրինակ նախորոք, եթե մի քիչ շատ զգայուն ստամոքսաղիներ ունեն, օրինակ կարելի է ջրի մեջ մի քիչ մի 2 ժամ թողնել, հետո նոր կտրատել, պատրաստել, կամ էլ հենց այդպես կարելի է սովորական ձեթի մեջ տապակել ու համեմել ըստ ճաշակի, կարելի է խաշել, հետո նոր տապակել, ոնց որ ուզենան, էլի։ Ես այդքան չեմ հավանում, անկեղծ ասած, ստոֆում։ Հետո անցնենք հաջորդ հարցերին։ Գրիպի պատվաստումների մասին կարծեմ Շուշանիկն էր գրել, որ սկսել են գրիպի պատվաստումները։ Այստեղ էլ կան, դեռ նախորդ անգամ որ գնացել էին ընտանեկան բժշկի մոտ, այնտեղ արդեն կպցրել էին, բացի դրանց մեյլով էլ են ուղարկում, որ պատվաստումները սկսվել են։ Մենք մի անգամ, չէ, ես չէ, մի անգամ Աշոտն է պատվաստվել, այն էլ այն որ կորոնա սկսվեց, այդ ժամանակ էր ինքը համ կորոնայի համար պատվաստվեց, համ էլ գրիպի համար պատվաստվեց, ինչի որ ես դեմ էի, բայց ինքը այդպես որոշեց, ես չեմ պատվաստվել ու իրան էլ հետո ասեցի, մյուս տարի էլ չանես, ինչ տա պետք է այդ գրիպի պատվաստումը, առանց էլ տարին մի անգամ չենք էլ հիվանդանում, անտեղի պետք չի, չգիտեմ, ես որ դեմ եմ, չգիտեմ։ Պատվաստումներն ընդհանուր դեմ չեմ, որ ասենք երեխեքի պատվաստումներ կան, բայց գրիպի պատվաստումը չգիտես ինչի, ես դրան դեմ եմ։ Այնպես որ մենք չենք ստանում, ես չեմ ստանում, ինչքան էլ հիվանդանամ, մեկա պատվաստում չեմ ստանալու, որտեվ չեմ ուզում ստանալ։ Ինչ կա էլ այստեղ։ Հա, սոյայի կաթը ինչի համար է օգտակար։ Սոյայի կաթը ոնց որ մյուս կաթը տարբերություն է կովի կաթի հետ, ես այդպես հստակ հիմա տարբերությունը չասեմ, մենակ ասեմ թե ինչի համար եմ օրինակ կոնկրետ ես սոյայի կաթ օգտագործում։ Նախ շատ սպիտակուցներ է պարունակում, ես գրել եմ չափը, որ ձեզ էլ ասեմ այստեղ, օրինակ մի բաժակ կաթի մեջ 6-ից 8 գրամ սպիտակուց, ինչը ահագին է։ Դե ընդհանուր սպիտակուցներն էլ գիտեք, մկանների համար շատ լավ է, կարևոր է, իսկ երբ որ քաշը ուզում ենք վերահսկենք, ոնց որ հիմա ես եմ ուզում եմ քաշը վերահսկեմ, ավելի նախընտրելի է սոյայի կաթը, քան կենդանական կաթը։ Ինչքան էլ կենդանականը կարանք ասենք, նախկինում ես քիչ յուղայնությամբ էի օգտագործում 1.5%, բայց հիմա ես ավելի նախընտրում եմ այս, որովհետև սոյայի կաթը շատ լավ է կանանց համար հորմոնալ փոփոխությունների շրջանում ու կայունացնում է հորմոնալ ֆոն, օգնում է կայունացնել հորմոնալ ֆոնը։ Այդ դրա համար նպաստում է ավելի լավ քնին ու նաև այս տաք ջերմահորդանքներ ենք ունենում, չէ, մենոպաուզայի ժամանակ, նաև նպաստում է, որ դրանք ավելի մեղմանան։ Դրա համար է լավ։ Դե չէ, ընդհանուր ասենք սոյայի կաթը օրինակ լակտոզա չի պարունակում, ինչը որ գիտեք, լակտոզայի նկատմամբ զգայունություն ունեցող մարդիկ չեն կարողում, չէ, տավարի կաթ օգտագործեն, վկնացություն, փքվածություն են ունենում, գազեր է առաջանում, ինչ որ սոյայի կաթի պարագայում չի լինում։ Էլ ինչ կարելի է, հա, հիմնականում այդ բանի մասին։ Հա, չէ, մի կարևոր բան էլ ասեմ, սոյայի կաթի մեջ խոլեստերին չկա, ընդհակառակը ինքը մի բան էլ նպաստում է, որ այն վատ խոլեստերինի քանակը մի քիչ կարգավորվի։ Գիտեմ, որ իրանք այդ բնական միացություններ են պարունակում, իզոֆլավոններ, որոնք էլ հենց այդ հորմոնալ կայունությունն են ապահովում։ Հարցրել էիք ամեն օր նոր ապրանքներ են ստանում ձեր խանութում։ Մեր խանութում ապրանքներ ստանալը կախված է պատվերից, այսինքն եթե պատվեր են անում մենեջերները, ուրեմն ստանում են։ Մի ընթացք ամեն օր ստանում էին, հա, ամեն օր առաքում էր լինում։ Դե մեր շատ մեծ խանութ է, շատ մեծ պահեսներով, պահեսները երկու հարկերում կան բան, ասենք մի պահեսում ստանում են այդպես այդտեղից բացում են արկղերից, բան, մյուս պահեսում արդեն բացած ապրանքներ կան, առաքումը հիմա ոնց որ ամեն օր չի լինում, բայց շաբաթը մի քանի անգամ էլի լինում է։ Ուրեմն կախված է պահանջարկից, եթե պահանջ է լինում պատվերները, ինչ որ պատվիրում են, այդ էլ ստանում են, որովհետև մենք էլ ենք դա հարցնում, որ հաճախորդները հարցնեն, ասենք, էս ինչ բանը չկա, բան, մենք էլ ասենք, օրինակ, վաղը առաքում ունենք, հնարավոր է դա լինի մեջը։ Մեկ-մեկ հաճախորդներն ասում են, իսկ կարաք նայեք կլինի թե չէ, մենք ասում ենք, օրինակ ես կոնկրետ ասում եմ, որ ես դա չեմ կարա հիմա, պետքա տաբլետի մեջ նայվի, կարաք մենեջերին հարցնեք, ինքը նայի ասի։
Հնդկական ապրանքները որակյալ են, ինձ թվում է Եվրոպա առաքվող ապրանքները Չինաստանից, Հնդկաստանից ներկրվող ապրանքները ինչ-որ որակական չափանիշների պետք է համապատասխանեն, որովհետև ոնց տեսնում եմ, թեմուի պատվերները ինչ-որ մենք ենք ստանում ու ինչ-որ ասենք Հայաստանում են ստանում, ահագին տարբերվում են։ Երևի այստեղ ավելի բարձր ստանդարտներ են, ես դա երևիով եմ ասում, վստահ չեմ ասում, որակի առումով պետք է ասեմ, որ չի ասի, ես էլի ելնեմ մեր խանութի տվյալներից, որ կան որակյալ բաներ լինում են, բայց որ շուտ հագուստը քոլքոթվում է, բաներ կա չհագած, նոր վիճակում արդեն ինքը տեսնում ես, որ քոլքոթվում է, մարդիկ առնում են, զարմանում ես, բա որ մի հատ լվանան ինչ կլինի։ Բաներ կան, որ արդեն շատ կարճ ժամանակում զգում ես, որ գործվածքը, թելը հին, փտած է, չգիտեմ, լավ ապրանքը լավ գին է ունենում, ինչ ուզում է լինի, մեր խանութում մատչելի է, համատած, գիտեք ես ինչ եմ ասում այստեղ տարբեր է Հայաստանինի հետ, որովհետև երբ որ ես օրինակ մեր խանութից ինչ-որ նվերներ եմ տանում, իմ թորնիկներին կամ բանի, մեր երեխեքն ասում են, մամ, սրանք ավելի լավն են որակապես, քան որ մենք այստեղ առնում ենք, դրա համար ասում եմ, որ երևի թե այստեղ ավելի բարձր են ստանդարտները դրա համար։ Կներեք մի հատ խմեմ։ Ինչ որ ուզում ես խոսած, հազարդ գալիս է։ Ուրեմն, քան տարեկանից է կանեք տղամարդիկ անցնում թոշակի, այստեղ նույնն է, կապ չունի տղամարդիկին, նույն տարիքից են անցնում։ Հիմա իմ հասակակիցները արդեն պետք է անցնեն 67 տարեկանից։ Կարծեմ, չգիտեմ այ մինչև որ թիվներ, մի անգամ ասել եմ նայել էի թվերը, Աշոտը օրինակ անցավ 65-ից, ինքը 2024 թվականից կարծեմ անցավ թոշակի, մինչև այդ թվին անցնողները 65 տարեկանից կարային անցնեին, արդեն հիմա 26-ից երևի թե 27 թվից հետո ովքեր անցնեն թոշակի, արդեն պետք է անցնեն 67 տարեկանից։ Մի հարց կա, քանի տարեկանում եք Հայաստանից դուրս եկել, ինչ աշխատանք եք այդտեղ արել ու ինչ եք աշխատում։ Հայաստանից դուրս ենք եկել, երբ որ ես 49 տարեկան էի, ահագին երիտասարդ էի։ Ինչ աշխատանք ենք արել, ուրեմն ասեմ, որ էլի եմ ասել նախորդ վիդեոների մեջ, որ սկզբում մինչև, ոնց ասեմ, մինչև թուղթ ենք ստացել, մինչև լեզուները պարտադիր պետքա, լեզուների այդ մակարդակները պետքա անցնեին անպայման, մինչև դրանք արել եմ, մինչև օրենքի դպրոց պետքա գնանք պարտադիր, մինչև դա էլ արել եմ ու միանգամից անցել եմ աշխատանքի, այս նույն աշխատանքին ինչ որ հիմա անում եմ, խանութում եմ աշխատում, հագուստի խանութում, հագուստի ու մնացած ամեն ինչի միշտ ասում եմ հանրախանութ կարելի է ասել, որովհետև ամեն ինչ վաճառվում է, բացի սնունդից, սնունդի մենակ մեկ ինչ-որ կոնֆետներ են վաճառվում։ Ուրիշ աշխատանք ես այստեղ չեմ արել, մենակ էս եմ արել, մենակ խանութում եմ աշխատել ու աշխատում եմ։ Ոնց որ թե ամեն ինչ կարդացի, հուսամ ոչ մի հարց բաց չեմ թողել, սիրուն չի լինի, եթե ինչ-որ հարց տված լինեք ու ես հանկարծ մոռացած լինեմ, սկրինշոտ արած չլինեմ, եթե այդպես բան ա եղել, ներող կլինեք։ Հիմնականում էս էին հարցերը։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հիմա ցուկինիով կոտլետները պատրաստեմ ու 3-ն ա լինում արդեն ժամը, բայց ես պետքա դուրս գամ, չնայած որ ինձ շատ թույլ եմ զգում, չգիտեմ, կարող է եւ միտքս փոխեմ դուրս չգամ, տեսնեմ, որտեղ իրոք թույլ եմ ինձ զգում։ Քերիչով անցկացրել եմ 2 հատ դեթմիկ, մի հատ գազար, հիմա սխտորը կմանրեմ ու համեմունքները կլցնեմ, ձուկ ավելացնեմ, մի փոքր ալյուր ու կձևավորեմ ու կտապակեմ։ Շուռ եմ տվել, այս կողմն էլ մի քիչ տապակվի, մի քիչ մեծ եմ արել չափսերով, որ մի անգամով վերջացնեմ։ Համեմունքները ավելացրի, սխտոր, աղ, սև ու կարմիր պղպեղ, չորացրած սամիտ մի փոքր ավելացրի, թարմկանաչի չեմ լցրել, քանի որ խոշոր եմ արել չափերով, կափարիչով ծածկում եմ, որ մեջը լավ եփվի։ Սերմերը ուզում եմ դատարկեմ ամանների մեջ։ Քունջութի սերմը այստեղ։ Քունջութի սերմը շատ կալցիում է պարունակում, կալցիումն էլ դե գիտեք ոսկորների մաշկի համար շատ լավ է, ատամների համար լավ։
B խմբի վիտամիններ է պարունակում, մագնեզիում է պարունակում, կարճ ասած շատ օգտակար բան է։ Այս տնենք մի կողմ։ Հիմա բոլորը կծածկեմ։ Այստեղ ունեմ արևածաղկի սերմեր։ Այս սրա համար ինձ մի հատ առանձին ամանակ, չէ, այս սրա մեջ կդատարկեմ երևի, բայց ես էլ մեծ։ Լավ, դատարկեմ առայժմ սրա մեջ, արևածաղկի սերմերն էլ այդպես մենք բանով ենք նայում, դե բոված չի, մենք սիրում ենք, Հայաստանում շատ ենք ուտում բոված արևածաղկի սերմեր, բայց սա բոված չի, էլի շատ օգտակար է, վիտամին E է պարունակում, վիտամին E-ն էլ մաշկի համար է լավ, սրտի համար, սրտի աշխատանքների համար է լավ, բջիջների համար է լավ, պարունակում է նաև B ու C խմբի վիտամիններ, արյունատար համակարգն է կարգավորում, մագնեզիում է պարունակում, մագնեզիումն էլ մկանները թուլացնում է ու ինչն էլ նպաստում է ստրեսի նվազեցմանը, մեկ էլ քնին է նպաստում։ Այնպես որ սա էլ կարելի է օգտագործել, լցնել ինչ-որ բաների վրա, շիրաների բաների վրա ու օգտագործել։ Այս արևածաղկի սերմերը, չիայի սերմեր այսքան կար մեջը ամանի, բայց էլի դե մի քիչ մի աման անել եմ։ Բայց էլ դատարկեմ, չիայի սերմերը գիտեք դե օմեգա 3 ճարպաթթուներ է պարունակում, հուսական սպիտակուցների աղբյուրը, մի հարելու շրջանում շատ են չէ որոշ տալիս չիայի սերմեր, որովհետև հագեցվածության զգացում էլ է տալիս, բջջանյութ է պարունակում, ինչը որ մարսողության համար է լավ, հետո փոշկապություն բան եթե ունենում եք, անպայման օգտագործեք, շատ լավ օգնում է, միանգամից սուքարան է տանում, սրտի աշխատանքի համար է լավ, էլի շատ օգտակար, հիմա շատ մոդա է չէ չիայի սերմերը, բայց իրոք օգտակար է։ Մի հատ էսպես խառնենք, են տակինն էլ էր հա նոր, են հինչ էր որ ասեմ դատարկեի, են էլ էր նոր։ Ագին շատ ենք օգտագործում ենք չիայի սերմեր, գտալ էսպես էլ թողնում եմ մեջը, որովհետև ամեն օր օգտագործում եմ։ Կափարիչը էստեղ է։ Սա է գնաց մի կողմ։ Այստեղ կտավատի սերմերը, կլցնեմ սրա մեջ, բայց կտավատի սերմերը պետք է մի քիչ էլ մանրեմ, չնայած ինքը ահագին մանրած է, բայց պետք է մի քիչ էլ մանրեմ, որ լավ օգտակար լինի։ Շատ չեմ անի, ես կարելի է քիչ-քիչ օգտագործել, քիչ-քիչ աղալ ու օգտագործել թարմ, որովհետև այն հինը շատ է աղացել ու հետո ինձ թված մի ձևի ծանրացած է ոնց որ հոտը, դրա համար թափեցի, ահա, այսպես մանրեցի։ Դատարկեմ կտավատի սերմերն էլ ժողովուրդ ջան շատ օգտակար են, օմեգա 3 է պարունակում, ճարպաթթուներ, բջջանյութ է պարունակում, էլի մարսողության համար, լավ աղիների համար, բուսական սպիտակուցներ է պարունակում, հակաօքսիդանտներ է պարունակում, հակաօքսիդանտներն էլ գիտեք մեր բջիջներին են պաշտպանում ու բանա, հորմոնների համար էլ է լավ կտավատը, մագնեզիում է պարունակում, մագնեզիումը ոնց որ արդեն ասացի, ստրեսն է իջացնում, քնին է նպաստում, մկանների համար է լավ, ֆոսֆոր է պարունակում, կարճ ասած շատ օգտակար բան է, բայց պետք է այսպես աղացվի մի քիչ մանրվի, որ լավ յուրացվի օրգանիզմի կողմից, թե չէ իմաստ չունի։ Այսքանով ավարտեմ վլոգը, սիրելի բարեկամներ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։